երկու օրը մեկ տեղեկացնում է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում տեղի ունեցող պատարագին։ Մայրաթորը սա համարում է անընդունելի, դուք ինչպես եք մեկնաբանում եւ արդյոք մտահոգություններ չի առաջացնում ձեզ մոտ, որ կարգալույց հռչակված հոգեվորականի մոտ եք գնում պատարագի։ Կարծում եմ այդ հարցի շուրջ բոլոր պատասխանները տրվել են եւ պարոն Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հստակ պատասխանել է, թե ինչու է մասնակցում եւ եթե կանոնակարգը գործում է քահանայի դեպքում, ապա նույն կանոնակարգը պետք է գործի սրբազանների եւ կաթողիկոսի դեպքում։ Պարզապես այս դեպքում կանոնակարգ ինչ կանոնակարգ գործելու մասն է խոսքը, երբ որ չկա որոշում, չկա ապացույցներ, բայց Տեր Արամի կամ Ստեփան Ասատրյանի դեպքում կա գործող հոգևոր խորհրդի որոշում։ Ըստ տարբեր հոգևորականների այդ որոշումը կայացվել է ապօրինի։ Եվ հետևաբար կարող ենք ասել, որ Տեր Արամը կարգալույց եղած չի եւ իր մատուցած պատարագը ընդունելի է։ Դուք Վայոց ձորից հասել էիք Արագածոտնի մարզ։ Երևանից։ Դուք Վայոց ձորից ընտրված չեք։ Ինչպես գիտեք, ընտրված հիմա ցուցակով են ընտրվում, ես Երևանում եմ բնակվում։ Արտագաղթել եք Վայոց ձորից, տեղափոխվել եք Երևան, ճիշտ հասկացա։ Ես Վայոց ձորում չեմ բնակվել։ Երևանում ծնվել, Երևանում մեծացել։ Ինչ եք Վայոց ձորի մարզպետ։ Վայոց ձորի մարզպետ նշանակվել եմ, աշխատել եմ Վայոց ձորի մարզպետ։ Ես ծագումով Վայոց ձորից եմ։ Պարոն Սարգսյան, դուք ասում եք, որ ամեն ինչ ճիշտ է իշխանություն անում, բայց տեսեք, Մայրաթորը կարգալույծ է արել քահանային։ Արարողության այդ պատարագի, այսպես ճակատավոր ասած, դրա ժամանակ դպիր է մասնակցել, որը այսօր բացահայտվել է, որ կեղծ է եղել այդ դպիրը եւ ավելին, այդ դպիրը լուսանկարներից երևում է, որ օրերս ԿՊԱ-կանների հետ ֆուտբոլ է խաղացել եւ երիտասարդական կառույցի վերնաշապիկն է կրել։ Այսինքն, գուսակցության, եթե այս ամեն ինչը դուք կեղծ եք որակում, ինչպես է ստացվում ԿՊԱ-կանները դպիր են դառնում, ձեզ հետ ֆուտբոլ են խաղում։ Դպիրը ո՞րն է կներեք։ Ինչով եք ենթադրում, որ դպիր է։ Այդպեսի տեղեկություն է տարածվում։ Ճիշտ ասած, ես չեմ իմանում, տեղյակ չեմ, թե ինչ կարգավիճակով է մասնակցել եկեղեցական արարողությանը, բայց մամուլից տեսա, որ մեր երիտասարդական թևի անդամներից է եղել, կարող ենք ճշտել ինչ։ Դաջվածք ունի, ինչ ասում են եկեղեցին, այդպեսի բաներ չի։ Կարող ենք ճշտել ինչ կարգավիճակով է մասնակցել, ես տեղյակ չեմ իր կարգավիճակի մասին, որովհետև որպես երգով է մասնակցել։ Երկիչ այսինքն եկեղեցական համազգեստով։ Դուք ասեցիք, հարց տվեցիք, ես պատասխանում եմ, որ տեղյակ չեմ ինքը այդ ֆուտբոլ խաղալու օրն եմ հանդիպել։ Պարոն Սարգսյան, այս շարունակական բացահայտումների ֆոնին անընդհատ տարբեր եկեղեցականների շուրջ ունեցող այս միջադեպերը, ինչ պիտի լինի, որ Կտրիշ Ներսիսյանը հեռանա Վեհարանից։ Բարդ հարց եք տալիս, կարծում եմ պետք է Աստծո ձայնը լսի երևի եւ հասկանա, որ պետք է իր զավակին, որը եթե ունի եւ որը չի հերքում ամենայն դեպս, գնա հայրություն անի։ Եվ պարոն Սարգսյան, կներեք, ԿՊ-ում շատ են, մարդիկ, ովքեր հոգևոր են, ծառայությունները մատուցում են, օրինակ պարզվեց, որ երիտասարդական կառույցից մեկը եկեք հասկանանք հոգևոր ծառայություն մատուցելը որն է, եթե երգչախմբում երգելն է, դա եկեղեցական երգչախմբից է, հստակեցնենք Ես հարցը տվեցիք, ասեցի տեղյակ չեմ որպես ինչ եմ մասնակցել։ Կարելի է ճշտել, օրինակ մի օր կտեսնենք պատարագ են մատուցում կամ պսակադրություն են անում, մկրտություն են անում, թաղման կարգ են անցկացնում, որ իրենք կան անձինք, որ Ես չեմ ճանաչում նման անձ, կարծում եմ որպես քահանագործող կուսակցության անդամ, ինչքանով ես տեղյակ եմ, չունենք։ Իսկ ձեր պատկերացրած եկեղեցու սպասավորը դաջվածքով պիտի լինի։ Եկեք ճիշտ հասկանանք, թե ինչ է որպես եղել։ Սպասավորը պիտի լինի դաջվածքով։ Ես դաջվածք չեմ արել, չեմ ընդունում։ Նորից եմ պատասխանում, ես դաջվածք չունեմ, անգամ չգիտեմ ինչ դաջվածքի մասին է խոսքը։ Այդ ամեն անձի իրավունքն է, ոնց որ մարդկանց տուն մտնելու իրավունք չկա, այդ նույն ձև էլ այդ մարդու անձնական տիրույթ մտնելու իրավունք չկա։ Պարոն Սարգսյան, Եկեղեցին շատ ավելի բանի է դեմ եւ այն
բովանդակության ամբողջ բովանդակությանը հակասում է եկեղեցուն, բայց մենք ասում ենք, որ մարդու անձնական տիրույթ մտնելու իրավունք չկա։ Հովիկ Աղազարյանի անձնական կյանքը փռել է այս Պարոն Աղազարյանը կարծում եմ ինքն էր կյանքը փռել այդ սեղաններին։ Քպականները այլ եկեղեցիներ այցելում են, թե միայն Քպականները հովանավորները այցելում են բոլոր եկեղեցիները, ինչպես նաև Էջմիածնի Մայր Դուք տաճար։ մասնակցում եք պատարակներին։ Պարբերաբար փորձում եմ մասնակցել։ որոնց Նիկոլ Փաշինյանն է հրավիրում։ Ոչ միայն։ Ինչևէ Հովանավանքի Կիրակնորիա պատարակը երբ էիք պատարակ։ Հովանավանքում չեմ մասնակցել պատարակ։ Ո՞նց չեք մասնակցել, ես ձեզ նկարել եմ։ Չէ, մինչև այդ չեմ Չէ, մասնակցել։ ասում եմ մինչ այդ, մինչ Վերջին Կիրակնորիա։ Հարցրեցիք, ասում եմ չեմ մասնակցել մինչ Վերջին այդ։ անգամ բացի Հովանավանքից երբ եք Հա, պարբերաբար փորձում եմ մասնակցել։ Տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում եմ, երբ վերջի անգամ եղել է Զատիկի մատուցած պատարակ։ Պարոն Սարգսյան, ստացվում է, որ իշխանությունն է, Նիկոլ Փաշինյանն է որոշում եկեղեցու կանոնները։ Կարգալույծին ասում է կարգալույծ չի, ասենք դեպիրին կարող է որոշել, որ դեպիր չի ԿՊ կառույցի երիտասարդական թեմի անդամ է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանն է սկսել եկեղեցում որոշել ով է հոգևորականը, ով ոչ։ Դպիրը կարող է լինել կուսակցական, թե ոչ։ Ես չգիտեմ, ես հարցնում եմ։ Ես էլ եմ ձեզ հարցնում։ Կարող ես ձեզ։ Ըստ սահմանադրության կարող է։ Մեր գործող սահմանադրության կարող է։ Որ հոդվածով, պարոն Սարգսյան։ Այն որ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի իր կամքով անդամակցել տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների։ Եկեղեցու օրենքները Նիկոլ Փաշինյանն է սկսել մշակել։ Չի մշակել, ուղղակի պարզաբանում է, թե ինչ է գրված այնտեղ եւ որ կետերն է դավաճանվում եկեղեցու կողմից, կաթողիկոսի կողմից, սրբազանների կողմից եւ որպես հավատավոր ժողովուրդ, կարծում եմ պետք է մենք ինքներս հասկանանք, որ եթե կա խնդիր, ապա խնդրի մասին պետք է խոսել, բարձրաբանել եւ եթե կարգի խախտում կա, ապա այդ մարդիկ իրավունք չունեն պաշտոնավարել։ Մեկնելու գործը Աստվածաշնչի եւ կանոնակարգի Նիկոլ Փաշինյանն է։ Նայեք, հասկացեք, եթե իշխանության մասին չի խոսք այստեղ, եթե եկեղեցական վերնախավը ինքը իրանցով հավաքվել ու խախտում են գրեթե բոլոր կանոնները, որը որ գրված է դարեր շարունակ, ապա ինչ որ միտեղից պետք է իրանց հասկացնել, չէ՞ որ չի կարելի խախտել այդ կանոնները։ Ով պետք է անի։ Այն որ կաթողիկոսը չի կարող ընտանիք ունենալ։ Կարծում եմ դա 6 ամիս Դուք ձեր ծրագիրը չեք իրականացրել, բայց հրաժարական չեք տա։ մեզ հաջորդ ընտրություններին ժողովուրդը կգնահատի։ Առաջիկա ընտրություններին այդ արդեն ժողովուրդը կգնահատի ինչքանով է իրականացվել, քանի տոկոսն է իրականացվել եւ արդյոք բավարարում է ժողովրդին այս կառավարության պարլամենտի աշխատանքը։ Իսկ ձեր իշխանությունում բոլորը սրբեր են, չեն դավաճանում իրենց ընտանիքներում, որովհետև հայ առաքելական եկեղեցու հետևորդները պիտի նաև իրենց տված երթմանը, չէ, նաև աստվածաշնչյան պատվիրաններին մնան հավատարիմ։ Ես հավատարիմ եմ տված երթմանը եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ ինքնա պատասխանատու իր անձի, իր անձնական կյանքի Դուք եք որոշում համար։ Ես նայեք, հասկացեք, այդ կառուցում եկեղեցին, հիմա դուք ասում եք ոչինչ, եկեղեցին կաթողիկոսա թող երեխա ունենա։ Չենք ասում այդպես։ Ձեր հարցը դա է դուրս գալիս։ Ես ասում եմ, դուք հարցը տվեցիք ինձ, ես ասեցի։ Ես հավատարիմ եմ իմ երթմանը եւ կարծում եմ յուրաքանչյուր մարդ փորձում եմ չխախտել որևէ պատվիրան։ Եվ այլն, դրանք բոլորը պահում եք։ Իհարկե։ Լավ, այլ հարց տամ, սահմանադրության հետ կապված հիմա փոփոխություններ կան։ Արդյոք բացառվում է, որ չլինեն սահմանադրության մեջ այնպիսի փոփոխություններ, որ պետությունը կամ քաղաքական իշխանությունը կաթողիկոսի նշանակելու եւ այլնի հետ կապված ինչ-որ լիազորություններ ստանա։ Դուք բացառում եք սա։ Չեմ կարող նման բան բացառել կամ հաստատել կամ չհաստատել, որովհետև ես չեմ մասնակցում սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին։ Իսկ կուսակցությունում նման մտքեր հնչում են, թե ոչ։ Պարոն Սարգսյան, քանի որ վարչապետը հայտարարեց, որ հաջորդ շաբաթ ևս մասնակցելու է պատարագին, հնարավոր է կուլմինացիան լինի Հովանավանքից, այլ ոչ թե Վաղաշապատից, ինչպես վարչապետն հայտարարել։ Ինչի կուլմինացիա։ Կտրիշ Ներսիսյանը Որքանով ես հասկանում եմ,
վարչապետը ուղղակի մասնակցելու է առաջիկա կիրակին Հովանավանքում պատարագի, ինչպես մասնակցեց նախորդ կիրակին։ Բայց նա հայտարարել է, որ մեկնարկն է լինելու։ Կփորձեմ մասնակցել։ Փաշինյանը ասել է, որ մեկնարկն է լինելու Հովանավանքից առաջի։ Կարծեմ մեկնարկը արդեն եղել է։ Այսինքն տրվել է արդեն, նորից է սկսում, հəլի Հովանավանքից առաջինը մեկնարկ էր, հիմա ինչ է։ Հիմա որ կիրակի լինելու ինչ պիտի լինի։ Եթե նա մեկնարկ է, հիմա ինչ է շարունակությունը։ Մեկնարկ, շարունակություն, ընթացք, հանգուցալուծումը արդեն ըստ ժողովրդի ցանկության եւ կամքի։ Իսկ դուք հետաքրքրվեցիք ձեր խավորը որ ծնկի եկեք, որ մեղքի համար է սենց։ Աստծո առաջ կարծում եմ ծնկողը երբեք այլտեղ չի ծնկի։ Բայց առաջ չէ, կարգավիճ քահանայի առաջ է։ Եկեղեցին դա Աստծո տունն է եւ եկեղեցում աղոթքը դա Աստծո ուղղված աղոթք է։ Մեծում առաջ էր ցենկի եկել։ Աստծո Իսկ հարգելի գործընկերներ, Աստծո եկեղեցում երբ ծնկում ես դա Աստծո առաջ ես ծնկում։ Պարոն Սարգսյան, հիմա լավ, դուք այդ հոգևոր հավաքը եւ այլն, որ նախատեսել եք, դա երբ է լինելու է թե չէ, թե հետ Ինչ է։ հավաք կներեք։ Նիկոլ Փաշինյանն է ասել, հոգևոր մեծ հավաք վաղաշաբաթի հրապարակում։ Երբ կհայտարարի պարոն Փաշինյանը հավաքի մասին այն ժամանակ, Հայտարարել ասել էր սեպտեմբերի վերջ, հոկտեմբերի սկիզբ։ երբ որ նոր բան լինի, ապա կարծում եմ կհայտարարի։ Հետ է կանգնել օրինակ հասկանալու, որ անընդունելի է դա։ Ինչն է անընդունելի։ Հոգևոր հավաքը։ Կարծում եմ պարոն Փաշինյանը իր մտքերը հստակ ձևակերպել է եւ եթե այլ փոփոխություն լինի, նորից կհայտարարի։ Դուք ինքներդ ձեզ խոսք եք տվել պարոն Փաշինյանի ասածներից դուրս որևէ մի տառավել չասել, պարոն Սարգսյան, ձեր անձնական դիրքորոշումը կարծիքը ո՞րն է։ Կարծում եմ իմ հստակ պատասխաններից պետք է հասկանաք իմ անձնական Ես դեռ դիրքորոշումը հասկացա, որն որ դուք Նիկոլ Փաշինյանի ասածներից ավել ոչինչ չեք կրկնել։ Իսկ ինչ եք ակնկալում կրկնել։ Յուրաքանչյուր անհատ Իմ կարծիքը սեփական կարծիքը ձևավորում է ուրիշից առանձին։ Քնար ջան, եթե խնդրում եք դուրս գանք։ Երբ պատասխանում եմ հարցերին, ես մեկնաբանում եմ նաև իմ խոսքը եւ դա նաև իմ կարծիքն է։ Գնայք, բայց դուք պատասխանի սկզբից ասում եք պարոն Նիկոլ Փաշինյան, Որովհետեւ հարցը տալիս եք իր ասացի մասին, հետո պատասխանած իր ասացի շրջանակում պետքա լինի։ Ինչ եք ակնկալում ուրիշ։ Երբ հարցը ուղղում եք ինձ, ես պատասխանում եմ իմ մասին։ Եթե հարցը գնալու եք, մենք ուղիղ ձեզ հարցում ենք, երբ որ Քայլերթինի Նիկոլ Փաշինյանն ասել է, որ լինելու է ինքն դուք գնալու եք Մայրաթոր կաթողիկոսի հրաժարականի պահանջը։ երբ որ վարչապետը կառաջնորդի նման շարժում, ապա միանշանակ ես կլինեմ այդտեղ։ Պարոն Սարգսյան, ձեր գործընկերների չափերը հարցեցին այդ Հովանավանքում, որ իրենք օրինակ հայրմերը ամբողջությամբ գիտեն, օրինակ դուք գիտեք հայրմերը ամբողջությամբ։ Կներեք, բայց հայրմերը կարծում եմ բոլորը գիտեն եւ նման հարց տալը ուղղակի սազական չի։ Հարցնում էի, շատերը չգիտեն։ Հասկանում եմ, որ ժամանակին նախագահները չեն իմացել հայրմերը, բայց կարծում եմ հիմա նման պաշտոնյայի կարողա չգտնեք իմ կարծիքով։ ԲՀԿ-ում միայն Նիկոլ Փաշինյանն է սաղմոսները սովորում եւ անգիր ասում, թե բոլորը։ Չէ, ես անգիր սաղմոս չգիտեմ։